Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ Արմավիրի մարզի Արագած գյուղում։ Օրվա հյուրը ռեժիսոր, արվեստի կառավարիչ Արմեն Արշալույսյանն է։ Արմեն Արշալույսյան, ռեժիսոր, արվեստի կառավարիչ։ Ծնվել է 1998 թվականին Գյումրիում։ 2018-ից 2022 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում դերասանական արվեստ բաժնում։ 2024 թվականին ավարտել է նույն ինստիտուտի մագիստրատուրան արվեստի կառավարում բաժինը։ 2024 թվականից մինչ օրս պրակտիկա է անցնում Փարիզի Օդեոն թատրոնում։ 2022 թվականից Գյումրու երիտասարդական թատերախմբի ղեկավարն է։ Իրականացնում է թատերախմբի աշխատանքների ռազմավարական պլանավորում, ներկայացումների բեմադրություն, թատերախմբի կայուն աճի և զարգացման ապահովում։ Մասնակցել է փորձի փոխանակման մի շարք ծրագրերի, վարպետության դասերի Գյումրիում, Երևանում, Բորժոմիում և այլուր։ 2020 թվականին տեղի է ունեցել Արմեն Արշալույսյանի «Ճիչ» հեղինակային բեմադրության պրեմիերան, որը ցուցադրվել է նաև Գյումրու պետական դրամատիկական թատրոնում։ 2022, 2023 և 2024 թվականներին հեղինակել է նաև համապատասխանաբար «Վիկինգները հսկայի քարանձավում», «Անհետացում» և «Վայրի երեխան» բեմադրությունները։ Ողջույն բոլորիդ, շատ ուրախ եմ, որ այս լուսավոր դահլիճում տեսնում եմ այսքան լուսավոր պատանիների ու երիտասարդների։ Այսօր խոսելու ենք ինձ համար շատ թանկ ու կարևոր թեմայի մասին՝ թատրոն երևույթի, ու թե ինչպես է թատրոնը առաջացել, ու ինչպես է հասել մեր օրեր, ու ինչպիսին է ժամանակակից թատրոնը, ու խոսենք նաև այն մասին, այն գաղտնիքի մասին, թե ինչն է թույլ տալիս թատրոնին այսքան երկար հազարամյակներով անցնելով չվերանալ ու համարվում է ամենահին արվեստի ճյուղերից մեկը։ Լավ։ Թատրոն։ Օրինակ, ինչ եք կարծում, ինչ եթե չի լինի թատրոնը։ Կարող եք ձեռքով պահել, ես հարցնեմ, մի փոքր ուղղակի բարձր, որ լսենք։ Էմոցիան, շատ լավ։ Էլ դուք հանդիսատես, շատ ճիշտ է։ Դուք դերասաններ, դες ամենաառաջինը պետք է ասենք, բայց էլի վատ չէ։ Էլ դերասանական խաղ, եկեք ես գումարենք այստեղ, խաղ, այս կողմից ձեռք։ Հումոր։ Էլ օրինակ ինչ եք կարծում, եթե ինչ չլինի թատրոն չի լինի, լավ, որտեղ ենք գնում օրինակ նայում, եկեք գրենք տարածք, որովհետև թատրոնը ինքը միևնույն ժամանակ ասոցացվում է նաև տարածքի հետ, բայց ես գրենք, որ տարածք ու բեմ, լավ։ Եվ վերջինը եկեք, լավ, մի հատ էլ վերջից դուք սցենար, դե թատրոնում այդ ասում են պիես։ Պիեսը այն տեքստն է, որը գրվում է թատրոնի համար։ Թատրոնը ունի շատ հին պատմություն, Քրիստոսից առաջ 5-ից 6-րդ դարեր, այսինքն մենք գիտենք, որ շատ առաջներում թատրոնը այլ կերպ է եղել, այլ ձևի է եղել ու ինքը ժամանակի հետ մեկտեղ փոփոխվել է ու հիմա մենք ունենք այն վիճակը, որը տեսնում ենք, այսինքն թատրոնի տարածքը, բեմը եւ այլն։ Հասկանանք, թե ինչից առաջացավ թատրոնը։ Թատրոնը տարբեր ծիսակատարությունների արդյունքում է առաջացել, այսինքն Դիոնիսոս աստվածին նվիրված ծիսակատարություններ է եղել,
Ու այդ ծիսակատարությունների ժամանակ մարդիկ հավաքվել են փողոցներով պարելով, այծեր զոհաբերելով, նշել են իրենց Աստծո տոնը, հա, հին Հունաստան, հետանոսություն, ու մարդիկ այդ ձևով իրենց Աստծո, հա, Դիոնիսոսը համարվել է խաղողի եւ պտղաբերության աստվածը, գինու, խրախճանքի, ու այդ միջոցառումների ժամանակ մարդիկ նմանատիպ ծիսակատարություններ են արել, որպեսզի գոհացնեն իրենց Աստծուն։ Եվ բեմի հատվածում ունեցել ենք զոհասեղան, որտեղ իրենք այծ են զոհաբերել, եւ դերասանները եկել են ու խաղացել են այն պիեսները, որոնք գրվել են այդ ժամանակահատվածներում։ Եղել է խոր 12 հոգուց բաղկացած, որոնք երգել են հատուկ իրենց համար նախատեսված տեքստերը, ու եղել են դերասաններ, որոնք խաղացել են բեմին։ Հին Հունաստանից առաջ մենք ունեցել ենք ինչ պատկեր, երբ մարդիկ գնացել են օրինակ որսորդության, գնացել են կենդանու որսի ու եկել պատմել են։ Օրինակ պատկերացրեք, գնացել են մեծ արջ որսալու մի 5-6 հոգով ու օրինակ 3-ն են վերադարձրել։ Հարցրել են, բայց մյուս 3-ը ուր են։ Ու իրենք սկսել են այդ ամեն ինչը ցույց տալ։ Այսինքն թատրոնը դա սկզբնական փուլում եղել է շատ մարմնի ժեստերի վրա հիմնված, այսինքն լեզուն եղել է մարմինը, երբ մեկը մյուսին ցույց է տվել, թե օրինակ ինչպես են գնացել որսորդության կամ ինչպես են օրինակ մի հատ տարօրինակ արարած տեսել կամ չգիտեմ ամպրոպ է եղել ու այդ մասին պատմել են։ Բայց որpիսի շատ չընտարծակվեմ, կանք արդեն միջնադար, միջնադարը կարելի ասել այն կարևոր ժամանակահատվածն է եղել, երբ օրինակ դերասանները սկսել են ավելի պրոֆեսիոնալ դառնալ։ Այսինքն եթե հին Հունաստանում դերասաններին չէին վճարում, որ իրենք խաղում էին, դրանք համարում էին հա իրենց ծիսական կարևոր մաս, բայց միջնադարում արդեն վճարում էին, ու միջնադարում կա արդեն շրջիկ խմբեր, երբ թատերախմբեր էին ստեղծվում, իրենք նստում էին իրենց սայլը, շարժական բեմը, ու գնում էին գյուղերով ու խաղում էին հանդիսատեսի համար։ Մինչև որ գալիս է վերածննդի շրջանը, մարդը գալիս է արվեստի կենտրոնում, ու արդեն սկսում են դերասաններին ու առհասարակ այդ ոլորտի զբաղվող արվեստագետներին տալ ավելի լայն հնարավորություններ։ Ուիլյամ Շեքսպիրից սկսած կարելի է ասել, հա, ավելի այլ դեմքեր են եղել, բայց որպես իրեն կարկառուն ներկայացուցիչ վերցնենք, թատրոնը շատ այլ ուղղություններով գնաց, ու արդեն սկսեցին դերասանները ունենալ թատրոններ, օրինակ Անգլիայում Գլոբուս թատրոնը, երբ արդեն հանդիսատեսն էր գալիս թատրոն, որ նայեր ներկայացումը։ Այսինքն տեսեք, չէ, մենք օրինակ, չգիտեմ, լեռնային շրջանից, բլրային հատվածներից, բացօթյա տաղավարներից քիչ տեղափոխվում ենք դեպի թատերային միջավայր։ Այսինքն, եթե այնտեղ շրջիկ խմբեր կային, հիմա հանդիսատեսն էին ինչ-որ ճանապարհներով գալիս ու հասնում, որպեսզի նայեն դերասանների խաղը։ Այսինքն թատրոնի էվոլյուցիան շատ հետաքրքիր ձևով է տեղի ունեցել, ու այս 1500 տարվա ընթացքում նոր կարողացել են ստեղծել մի այնպիսի տեղ, թատրոն ասվածը, որը շարունակեց արդեն իր ընթացքը։ Ու վերածննդից հետո արդեն շատ տարբեր իզմերով, հա, թատրոնը զարգացավ ու հասավ մեր օրեր։ Ինչով է տարբերվում 21-րդ դարի թատրոնը 3000 տարի առաջ ստեղծված թատրոնից։ Չզարմանաք, բայց շատ քիչ բաներով։ Հիմա էլ է խոսքը կարևոր, այն ժամանակ էլ է խոսքը կարևոր եղել։ Բայց մենք ունենք երկու ուղղություն, այսինքն վերբալ, որը որ հիմնված է խոսքի վրա, եւ պլաստիկ։ Այսինքն այսօրվա թատրոնում մենք շատ ենք հանդիպում ներկայացումներ, որոնք պլաստիկական լուծումներ ունեն։ Այսինքն մարտելի վերադարձել է մարմնի լեզվի միջոցով իր էմոցիաները, իր ապրումները փոխանցելու հանդիսատեսին։ Ու խոսքային է, այսինքն հիմա կան թատրոնի ուղղություններ, որոնք որ հիմնականում խոսքի վրա են ուղղված։ Օրինակ կա դոկ թատրոնը, դա փաստավավերագրական թատրոնն է, երբ դերասանները նստում են ու կարդում են երկար տեքստերը, դրանով փոխանցելով ինչ-որ պատմություն կամ եղելություն։ Այսինքն կարելի է ասել, որ ինչքան մենք առաջ ենք գնում, բայց այս առաջ գնալուն զուգահեռ կան շատ ու շատ ավանդույթներ կամ ձևեր, որոնք օրինակ 500 տարի առաջ դուրս են եկել թատրոնից, բայց հիմա կրկին վերադառնում են թատրոնը։ Իմ կարծիքով սա ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է, որ թողնում է թատրոնին երկար տարիներ գոյություն ունենալ, որովհետև ինքը շատ լավ վերցնում է նորը ու կարողանում է այս նորը դարձնել թատերային արվեստի ինչ-որ ուղղություն։ Օրինակ մուլտիմեդիան։ Այսօր շատ տարածված են ներկայացումներ,
Երբ օրինակ տեսնում ենք պրոյեկցիաներ, հա, պրոյեկտորով գրաֆիկական պատկերներ, որոնք որ պրոյեկտվում են բեմին, կամ տեսնում ենք սարքավորումներ, որոնք ոչ թե ուղղակի լրացուցիչ, այլ առանցքային մաս են դարձել ներկայացումների։ Շատ ժամանակ տեսեք ասում էին, որ օրինակ երբ ստեղծվեց լուսանկարչական ապարատը, ասում էին, որ վերջ, գեղանկարչությունը այլևս դադարելու է գոյություն ունենալ։ Բայց լուսանկարչական սարքից անցել է գրեթե 150 կամ մի փոքր ավել տարի, բայց կան այսօր նկարիչներ, ովքեր նկարում են վրձինով ու կտավի վրա։ Թատրոնի դեպքում այս ավելի երկար ժամանակահատված ունի, որովհետև կինոյի ստեղծումից հետո ասում էին, որ թատրոնը դադարելու է գոյություն ունենալ։ Բայց կինեմատոգրաֆիան կա այնքան տարի, ինչքան գրեթե լուսանկարչությունը, բայց թատրոնը նորից զարգանում է ու նորից առաջ է գնում։ Այսինքն թատրոնի առանձնահատկությունը դա վերստել այն նորը, այն առաջատարը, որը կա մեր կյանքում, մեր առօրյայում, ու այս ամեն ինչը դարձնել թատերարվեստի բաղկացուցիչ մաս։ Կան ներկայացումներ, որում կան էկրաններ, եւ մենք տեսնում ենք լայվ կամերայով, այսինքն հենց այդ ժամանակյա նկարահանումով, տեսնում ենք դերասաններին էկրանին պատկերված։ Սրանք խոսում են ժամանակակից թատրոնի մասին, բայց սա որակ է, որը բնորոշ է թատրոն երևույթին։ Այսինքն վերցնել ժամանակաշրջանի առաջատար սարքավորումները, առաջատար մտածողությունը ու ոչ թե դրանից փոքրանալ, այլ թույլ տալ, որ դա ավելի զարգացնի արվեստը։ Սա խոշոր պատմություն թատրոնի մասին ու թատրոն երևույթի մասին։ Շատ կարճ նաև անդրադարձ ունենանք դերասանի ու ռեժիսորի մասնակցության մասին, որովհետև եթե անգամ մի հոգի կա ձեր մեջ, որ ուզում է դառնալ դերասան, հնարավոր է, քանի որ ձեր ամբողջ կյանքը ձեր առջև է, հնարավոր է, որ ժամանակի հետ մեկտեղ դուք օրինակ մասնագիտական կողմնորոշման շրջանակներում օրինակ ընտրեք թատրոնը, իսկ թատրոնը այսօր նաև հնարավորություն է հայտնվել կինոյում, կինոյի տարբեր ձևերում, որոնցից են օրինակ, չգիտեմ, սերիալ, այսինքն դրսևորումներում։ Ինչ է դերասանի մասնագիտությունը, դե արդեն պարզ է, որ դերասանները հենց առաջացել են թատրոնի ստեղծումից ի վեր, բայց դերասանի մասնագիտությունը եւս տարբեր փուլերով է անցել, այսինքն ինչ ձևի որ եղել է թատրոնը, այդ պահանջներին մասնակցել են դերասանները։ Ու ելի միջնադարում դերասանները սկսեցին ավելի շատ իրենց հմտությունների ու որակների վրա աշխատել ու զարգացնել, այսինքն ձեռք բերել տարբեր ատլետիկ կազմվածք, ատլետիկ հնարավորություններ, պլաստիկ եւ տիրապետել, չգիտեմ, տարբեր հմտությունների, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեին իրենց խաղը։ Օրինակ ծանոթ ենք, չէ՞, ծաղրածուի կերպարին, այն գունավոր հակած կամ չգիտեմ զանգուլակներով գլխարկ դրած կերպարը, ինքը շատ հետաքրքիր կերպար է միջնադարյան թատրոնում դերասանների համար եղել, որովհետև իրենք շատ տարբեր բաներ են արել, աճպարարություն են արել եւ այլն ու դրանով զարմացրել են հանդիսատեսին։ Բայց կարևոր հատկանիշներից մեկը որն էր, որ իրենց դնում էին հիմարների տեղ, ասում էին, թե մենք հիմարներ ենք, մենք անտեղյակներ ենք, մենք մի քիչ խելապակասներ ենք ու խոսում էին ճշմարտություններ ասել։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը վախենում էր թագավորին կամ ինչ-որ իշխանավորին խոսք ասել, ճշմարտության մասին տեղեկացնել եւ այլն, այդ ծաղրածուների կերպարով իրենք դուրս են գալիս, թե ասում էին մենք մի քիչ գիժ ենք, մի քիչ խելապակաս ենք ու ասում էին ճշմարտություններ այն իշխանավորներին, որոնք անգամ շատ ժամանակ վճարում էին, որ գային իրենց ներկայացումները նայեն։ Այսինքն դերասանի մասնագիտությունը անգամ միջնադարից սկսած եղել է ճշմարտությունը խոսող, գաղափարները վերհանող ու այս գաղափարներով հասարակությանը ինչ-որ բան տեղեկացնելու կամ ինչ-որ բան հայտնելու համար։ Իսկ ռեժիսորի մասնագիտությունը, որը համարվում է 20-րդ դարի ու 21-րդ դարի ամենաառաջատար մասնագիտություններից մեկը, որովհետև ժամանակի հետ մեկտեղ ինքը ավելի մեծ թափ հավաքեց, ընդամենը ստեղծվել է մոտ 1 դար առաջ, տեսեք թատրոնը քանի հազարամյակ կա, քանի դար է անցել, բայց ռեժիսորի մասնագիտությունը շատ երիտասարդ է, ու ռեժիսորը այն մարդն է, ով 21-րդ դարի թատրոնի կարելի ասել առաջ տանող ուժն է։
որովհետև 21-րդ դարի թատրոնը դա հեղինակային թատրոն է, երբ ռեժիսորը իր մտքերը, իր երևակայությունը, իր պատկերացումները պրոյեկտում է դերասանի, միջավայրի եւ այն բոլոր հնարավորությունների վրա, որի մասին խոսում էի մինչ այս։ Ռեժիսորը այն ստեղծագործողն է, ով պատկերացնում է ամբողջ կտավը, իսկ դերասանը օրինակ այդ մի կտավի մի կարևոր հատվածն է կամ մի դետալը, որ լավ պատկերացնենք իրենց տարբերությունը։ Այսինքն կարելի ասել, եթե ռեժիսորը չի ստեղծագործում, դերասանը մենակ շատ դժվարություններ պետք է հաղթահարի, որ կարողանա օրինակ բեմադրության մեջ խաղալ կամ կինոնկարում, որովհետև այդ անում է ռեժիսորը, հավաքել ստեղծագործական խումբ, ընտրել ստեղծագործություն ու պատկերացնել, թե ինչ միջավայրում ու ինչ ձևով պետք է ընթանա ստեղծագործական process-ը եւ արդյունքում մենք ունենում ենք թատրոն, ունենում ենք բեմադրություն եւ ունենում ենք ֆիլմեր։ Այս երկու կարևոր առանցքի վրա է կառուցված առհասարակ թատերարվեստը եւ կինեմատոգրաֆը։ Եթե կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են դերասանական արվեստով եւ ռեժիսուրայով եւ ուզում են օրինակ դառնալ դերասաններ 21-րդ դարում, շատ կարևոր հանգամանքներ կա, որոնց պետք է ուշադրություն դարձնենք։ Այ ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի դերասանը եւ ռեժիսորը։ 21-րդ դարի թատրոնը ու առհասարակ արվեստը դա փնտրում է ինտելեկտուալ ստեղծագործողների։ Ամեն դեպքում, եթե մենք զբաղվում ենք արվեստով կամ առհասարակ կյանքում, շատ կարևոր է լինել ինքնազարգացած ու գնալ դրա հետևի, ինքնազարգանալու հետևից ու լինել զարգացած, բայց նաև կարևոր է, եթե մենք ոտք ենք դնում թատերարվեստ, ունենալ այնքան գիտելիքներ, որ կարողանանք ճիշտ օգտագործել երաժշտությունը մեր ստեղծագործություններում։ Ինչ որ չափով տիրապետել պարային եւ պլաստիկ շարժումների, այս մասով մի փոքր ուշ ավելի ընդարձակ խոսեմ, բայց ամենակարևորը, որ մենք լինենք ինտելեկտուալ, որովհետեւ եթե մենք չգիտենք համաշխարհային մշակութային պատմությունը, մեր այսօրվա խոսքը, մեր այսօրվա կերտած կերպարը շատ թույլ կլինի եւ շատ քիչ հանդիսատեսի կհետաքրքրի կամ չի հետաքրքրի։ Իսկ պլաստիկայի մասով, քանի որ նշեցի, որ շատ կարևոր ճյուղ է նաև թատրոնում պլաստիկ լինելը, այսօր դերասանի մարմինը իր լեզուն է եւ շատ ներկայացումներ, որոնք բարձրանում են համաշխարհային բեմեր եւ շատ ու շատ հեղինակավոր ռեժիսորների կողմից տեղի են ունենում, դրանք պլաստիկական լուծումներով ներկայացումներ են, որտեղ համակցված է երաժշտությունը եւ պլաստիկան, այսինքն մարմինը, մարմնի ճկունությունը, մարմնի հնարավորությունները։ Այսինքն լինելով 21-րդ դարի դերասան կամ ցկտելով դեպի 21-րդ դարի թատրոնը, մենք որպես դերասաններ պետք է ամենօրյա ռեժիմով աշխատենք մեր մարմնի եւ մեր զարգացվածության վրա։ Երրորդ հիմնական կետը ու առանցքը դերասանի համար դա իր խոսքն է, բեմական խոսքը, որը նաև շատ կարևոր է առհասարակ մեր առօրյա կյանքում, շատ կարևոր է, երբ որ մենք գնում ենք օրինակ գործատուի հետ շփման ու կարողանանք մեզ ներկայացնել ճիշտ, իսկ խոսքը այստեղ ամենակարևոր բաներից մեկն է, զենքերից մեկն է, եթե մենք ունենք հղկված խոսք, եթե մենք ունենք հղկված ձայն, եթե մենք կարողանում ենք մեզ ներկայացնել հավուր պատշաճի, սա առավելություն է 21-րդ դարում, որում մենք կարողանում ենք հաղորդակցվել եւ ներկայացնել ինքներս մեզ։ Բայց սա զենք է դերասանի ձեռքին, որովհետև պատկերացրեք կա հսկայական բեմ, այդ բեմը լցված է հանդիսատեսով ու դերասանը պետք է խոսի այնպես, որ անգամ վերջին շարքում նստած հանդիսատեսը կարողանա լսել ու հասկանալ, թե ինչ է խոսում դերասանը։ Այլապես խոսքը կլինի անհետաքրքիր ու կեսից ուղղակի կձանձրանան ու կլքեն դահլիճը։ Սա դերասանի համար։ Իսկ ռեժիսորը դա անսահման երևակայությունն է, որը մենք կարող ենք լցնել գրքեր կարդալով, ֆիլմեր դիտելով, համաշխարհային մշակութային պատմությունը ուսումնասիրելով, եւ սա երկար ճանապարհ է ու շատ ժամանակ մտածում ենք, թե օրինակ ինչ որ բուհական կրթություն ստանալուց հետո մենք դառնում ենք այդ մասնագետները, բայց ոչ, ինչպես մյուս մասնագիտությունների դեպքում, այդպես եւ թատրոնում շատ կարեւոր է, որ մենք ամենօրյա ռեժիմով աշխատենք մեր վրա, որ մենք կարողանանք անդադար կրթվել, զարգանալ ու տեսնել, թե ինչպիսին է արվեստը ու անընդհատ բացահայտելով արվեստը զարգացնենք մեզ որպես ստեղծագործողների։ Եթե մենք ապագայում սովորենք քոլեջում եւ մեծանանք,
Հասկանանք, որ ուզում ենք դառնանք դերասան, կլինի ավելի հասուն տարիքում ընտրենք եւ դառնանք դերասան, թե այդ ժամանակն են որ պետք է ընտրենք։ Շնորհակալ եմ հարցի համար, ես իմ փորձով պատասխանեմ։ Ես մինչև 20 տարեկանը ոչ հաճախել եմ թատերական ինչ-որ խմբակներ, ոչ շատ կոնկրետ առնչություն եմ ունեցել, ոլորտի հետ, այլ հիմնականում ներկայացումներ նայել ու ոչ շատ մեծ ինտենսիվությամբ, բայց ինձ համար շատ հետաքրքիր է եղել թատերարվեստը, այսինքն անընդհատ ինձ հետ ուղեկցվել է, դպրոցում ինչ-որ միջոցառումների մեջ եւ այլն, ու իմ առաջին համալսարանը, որտեղ ես ընդունվել եմ ու առաջի կուրսը չավարտած դուրս եմ եկել, պոլիտեխնիկ համալսարանն է եղել, ու ինչի ես դուրս եկա, անգամ մեկ ամբողջ կուրս չուսանելով, որովհետև հասկացա, որ այն ինչ այնտեղ կատարվում էր, ինձ համար այդքան էլ հետաքրքիր չէր, ու ես անում էի այն, ինչ որ օրինակ կաներ թատերական ինստիտուտում դերասանը կամ ռեժիսորը, այսինքն չկա տարածաժամանակային այնպիսի պայմաններ, որոնք ձեզ խանգարեն գնալ նրա հետևից, ինչի իսկապես ձերն է։ Եթե ինչ-որ բան տեսնում եք ձեր մեջ, այդ հնարավոր է հանգիստ պրոյեկտել իրականության մեջ ու գնալ նրա հետևից, եթե անգամ դուք մինչև 18 տարեկանը, մինչև դպրոցն ավարտելը չեք գնացել որևէ խմբակ, մինչև, չգիտեմ, ինչ-որ տարիքը հնարավորություն չեք ունեցել ինքնաարտահայտվելու, ինքնադրսևորվելու։ Այն ինչ որ կատարվում է այստեղ ու այն ինչ որ տեսնում եք ձեր մտքում, հնարավոր է նաև իրականացնել, իսկ այդ իրականացման ճանապարհները այսօր 21-րդ դարում անսահման շատ են։ Քանի որ ունեք մեծ փորձ, կցանկանայի լսել ձեր կարծիքը, ինչպես եք վերաբերվում այն մարդկանց, ովքեր հրաժարվում են կամ խուսափում են բացասական կերպարներից ֆիլմում կամ թատրոնում ներկայացման ժամանակ։ Նայեք, հիմնականում ես քիչ եմ լսում կամ քիչ է հանդիպել, որ պրոֆեսիոնալ դերասանը կերպարի ինչ-որ առանձնահատկություններից ելնելով կամ իր բացասական լինելով հանդերձ չուզենա մասնակցել կերպարի բացասականությունը հաշվի առնելով, սա պրոֆեսիոնալ, իմ կարծիքով պրոֆեսիոնալ արվեստագետին պատիվ չի բերում ու շատ քիչ են նման դեպքերը, որ օրինակ մարդիկ հրաժարվեն, ասեն վայ, չէ, ես չեմ ուզում խաղալ, բայց կան օրինակ ծայրահեղ կերպարներ, որ մարդիկ ունեցել են անհանգստություն եւ օրինակ ասել են թե ինքը շատ օրինակ բացասական կերպարի, ես չէի ուզենա իրեն խաղալ, որ ասոցացվեր, բայց հիմնականում նման երևույթները քիչ են հանդիպում։ Լավ, շնորհակալություն։ Ես մեծ հաճույքով օրինակ խաղայի ու խաղում եմ բացասական տերեր, այդ շատ հետաքրքիր է։ Ինչն է ամենադժվարը դերասանի աշխատանքում։ Առհասարակ կասեմ ստեղծագործող մարդու համար ինչն է դժվար կամ ինչն է ամենադժվարը, այդ անverջ լինել դինամիկայի մեջ, անverջ լինել նորը վերցնող, նորի հետ քայլող ու երբեք չլճանալը։ Այս թարմ այրունը, թարմ հոսքերը, թարմ տենդենսները, որոնք որ կան, կարողանալ անդադար վերցնել ու այդ ամեն ինչը մեր պրիզմայով անցկացնելով պրոյեկտել։ Այս ամենադժվարն է, որովհետև երբեմն մեզ թվում է, որ մենք հասել ենք ինչ-որ կետի, արել ենք ինչ-որ աշխատանք ու այս մասով գրեթե վերջ, էլ բան չունենք անելու, բայց սա խաբեություն է, ու ստեղծագործող մարդիկ առավել քան պետք է լինեն այսօրեական, Չարենցի ասացի պես, այդ ժամանակի շունչը դառնան, իսկ իմ կարծիքով այդ շատ դժվար է, միշտ լինել թեմայի մեջ, միշտ լինել ալիքի մեջ։ Եթե ունենաք երկրորդ հնարավորություն, կընտրեք ձեր մասնագիտությունը։ Այո, քանի որ այս մասնագիտություն չէ, այս ստեղծագործել է, եթե իմ մոտ լավ ստացվեր երգելը, միգուցե երգիչ դառնայի կամ ուրիշ այլ ստեղծագործական, եթե որակ ունենայի, ես անպայման այդ կանեի։ Էական չէ, թե մենք կյանքում ինչ մասնագիտություն ենք ընտրում, էական չէ, թե ինչ նպատակներ ունենք, այլ կարևորը այդ նպատակը սահմանելն է, այդ նպատակը սխեմավորելն է, այսինքն ունենանք գործողությունների քայլերի հերթականություն ու ի վերջո գործելն է։ Եթե ինչ-որ մեկը ձեր մեջ ուզում է օրինակ դառնալ լավ քանդակագործ, եթե ինչ-որ մեկը ուզում է դառնալ լավ ֆինանսիստ, եթե ինչ-որ մեկը ուզում է դառնալ լավ կոշկակար կամ ունենալ արտադրամաս նորաոճ կոշիկներ արտադրելու համար, կարևորը, որ այս նպատակը ինքներդ ձեզ համար սահմանեք, գծեք այն հերթականությունը, ինչ ճանապարհով եք հասնելու դրան եւ ի վերջո գործելը, որովհետեւ փորձելը այդ լավագույն միջոցն է հասկանալու համար, ինչ որ բան մենք կարող ենք անել, թե չէ։ Եթե չենք փորձում, մենք չենք կարողանա երբեք հասկանալ, թե ով ենք մենք։ Իսկ իմ կարծիքով մարդու գործողությունների ու նպատակասլացության մեջ երևում է, թե ով ենք մենք, ու երևի այս պատասխանը մենք գտնում ենք այն ժամանակ, երբ մենք
մեզ դնում ենք ավելի դժվար ու բարդ իրավիճակներում, քան մինչև այդ պահ ունեցել ենք։ Իսկ ի ուրախություն բոլորի ստեղծագործական միտքը միշտ հնարավորություն է տալու նորը ստեղծելու ու ավելի հեռուն նայելու։ Շնորհակալ եմ շատ։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա կազմակերպիչներին։ Հանդիպում ունեցանք արվեստի կառավարիչ Արմեն Արշալուսյանի հետ։ Մեծ բացահայտում էր թատրոնի մասին։ Մենք շատ լավ գիտելիքներ ստացանք թատրոնի մասին, թե ինչպես է ստեղծվել։ Նա շատ գրագետ եւ գեղեցիկ կերպով բացատրում էր մեզ թատրոնի մասին ամեն բան։ Շատ հետաքրքիր հանդիպում էր, գույներով լեցուն։ Շնորհակալություն պետք է հայտնենք, որովհետեւ շատ հետաքրքիր էր։ Օրը շատ հետաքրքիր անցկացրեցինք, ուզում ենք շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին եւ իհարկե Արմեն Արշալուսյանին իր գեղեցիկ խոսքի եւ լավ բացատրության համար։ Այս ծրագրով մեծ միտք հղացավ իմ մեջ այսուհետ դպրոցում կազմակերպել մեծանուն նկարիչների, քանդակագործների, ինչպես նաև թատերասեր հասարակության հետ աննշվոր մարդկանց հետ հանդիպումներ, որպեսզի թեորիապես տրված գիտելիքը ծառայի իր արդիական նպատակին։ Շատ շնորհակալություն։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Գույներ։ Լուսաբաց, թե մայրամուտ։ Մայրամուտ։ Սուրճ, թե թեյ։ Թեյ։ Ինքնաբուխություն, թե պլանավորում։ Ինքնաբուխություն։ Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ Երաժշտություն։ Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ Մարդ։ Կոնկրետ մարդ, որից ինչ-որ ստեղծագործություն է առաջացել։ Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ Ումբերտո Էկո, Վարդի անունը։ Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ Թղթեր ու թանկով գրիչ։ Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Տարկովսկին, միանշանակ։ Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ Զգացողություն։ Ժամանակակից, թե դասական արվեստ։ Երկուսն էլ չեմ առանձնացնում։ Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ Ցավից, սերն էլ է ցավ, ցավից։ Որն է արվեստագետի գերբնական ուժը։ Առանց խթանիչ միջոցների ընկնել այդ աֆեկտի տակ, էլի, ստեղծագործելու աֆեկտի տակ։ Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ Դինամիկ։ Ինչն է ավելի կարևոր՝ ձևը, թե բովանդակությունը։ Բովանդակություն։ Ինչն է ավելի դժվար՝ խոսել, թե լռել։ Ինձ համար խոսելը ավելի դժվար է։ Որ զգացմունքն է առավել մոտ ձեր ստեղծագործությանը։ Անհանգստություն երևի։ Որն է ձեր կյանքի կարգախոսը։ Սիրել, հետո քայքայել, հետո ծնել։ Ինքը process-ը, որը միշտ տեղի ունենում ստեղծագործելուց։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Անverջ փորձարկել ինչ-որ նոր բան։